Բրյուսելի նպատակն է փակել տալ ատոմակայանը։ Բարև ձեզ, սա իմ հերթական անտի-անասուն այդ հաղորդումն է, նվիրված մեր խորը անասուններին, հեքիաթասեր, որ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիա, որ ասում են, էլի, դա վերաբերվում է հոսանքին։ Ու տեսեք, մենք հոսանքը մի բան էլ ավել ունենք ծախում ենք, կարծեմ համ Պարսկաստան են ծախում, հենց գծեր են գցել, համ էլ Վրաստան։ Ինչ 500 միլիոն եվրո թե դոլար, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ապահովեն։ Դա մի նպատակ ունի, խորքային անասուն, ես անասունին եմ հենց ասում, էլի, որ Եվրոպա է գնում։ Դա ատոմակայանի փակելու մասին է խոսքը գնալու։ Թուրքիայի նպատակը դա է եղել, որ հələ դեռ խորհրդային միության օրոք, երբ կառուցվում էր, նրանք բողոքում էին մագատե բան, որ մեր պատերի տակը ընդեղ ատոմակայան կա մի հատ, վտանգավոր է։ Հետո սովետիկ հանդվելու հենց այդ շեմին, այդ Ղարաբաղ շարժման, այդ Եվրոպա մեծ այն ժամանակ էլ կային, արևմուտքից եկան այդ գործակալներ, փակել տվեցին ատոմակայանը Թուրքիայի սրտով հենց, հետո բացեցինք։ Ու հիմա էլի ուզում են փակել տան։ Հիմա սա չեն բարձրաձայնում, ռուսերեն խոսք կա, ասում է Դիավոլ կրոյցև դիտալях, լսեք, 500 միլիոն ձեզ թվում է նրանք այսքան ժամանակ կես միլիարդ եվրո ինչի համար պետք է տան։ Ենա Ուկրաինային կտան։ Դարդ ու ցավները կտրվել է, վայ հայերին, զա իրանց է պետք։ Սա Թուրքիայի եւ պայմաններն է ու Ադրբեջանի, որ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն է այդ Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Սա նրանց կապրիզներն են անում ու մեր ասենց ասած խոսնակները չեն կարողանում ճիշտ այդ մեր ֆիշկեն ծախեն Եվրոպային։ Հերիք չի, տեսեք, մենք եվրոպական գազ ու նավթը պետք է անցնի Զանգեզուրով, որ իրանք կտրվեն ռուսական էներգետիկ համակարգից։ Հասկանում եք, ես էլի եմ ասել, Պուտինի այդ բառերը, ինչա ցախով եք տականալու, դա էլ է Սիբիրն էլ է մեր մոտ ցախը։ Ամեն ինչ Եվրոպան անում է իր էներգետիկ անվտանգության համար։ Այլ ոչ թե դարդ ու ցավները կտրվել է, մտածում են հայերին ոնց օգնեն։ Նրանք իրանց շահերը ունեն, նրանք իրանց տնտեսությունը ունեն, ընդեղա սալյարկ են դարել 1.5 եվրո հələ գինը բարձա նայեք, դուք նայեք ինչ արժի Եվրոպայում գազը, իսկ ատոմակայանը փակել, դա նշանակում է, կփակեն Հայաստանում, Թուրքիային ավելի լավ, ռուսը Թուրքիայում հենց հիմա ատոմակայան է սարքում, որ այդ նույն ռուսական ատոմակայանի հոսանքը ծախեն հայերի վրա ավելի թանկ։ Սա է այդ էներգետիկ դիվերսիֆիկացիային, տազա բառեր են օրինել։ Մենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մեր հիդրոէլեկտրոկայանները ինչեր ունենք, պլյուս ատոմակայանը, մեզ այսենց Հայաստանին հերիք է։ Այս հարցը ոչ մեկ չի բարձրացնում, լսեք, հիմա որ ուղիղ տեքստով չեն ասում, խորը խաչապաշտ անասուն, գալու ենք հետո հրաժարել ես դու ուրանից, Ռուսաստանն է, որտեղ ուրանը տալիս, որ այդ ատոմակայանը աշխատի, Ռուսաստանը այդ ուրանը էլ չի տա, դուք կհրաժարվեք, Թուրքիայից էլ կաբելները կգցենք, որ դրա տեղը հոսանք գա, մի 2 տարի, 4 տարի էժանով կգա, հետո գինը կբարձրացնենք, ձեր մաման, հասկացաք։ Երևի խորը անասունին կարողացա սովորական հայերենով բացատրեմ, թե ինչ է նշանակում էներգետիկայի դիվերսիֆիկացիա։ Դե չէ որ տենց լինի, մեր մոտ ավելի էժան տարբերակ կա, նույն գազն է ստանալու, նավթն է, սալյարկեն էլ, մի հատ էլ բան սարքեն, նավթամշակման գործարան հենց Հայաստանում, Պարսկաստանից, այդ չռիկը միացնեն, լցվի Հայաստան, շանտ մսի գին կլինի այդ բանը, նավթն ու բանը, բենզինն ու գազը։ Նենց որ ինչ է Եվրոպան այդտեղ կապիկություններ անում, ու այս արաբատ, մարաբատ, օտարերկրյա գործակալները, լսեք ժողովուրդ ջան, ես շատ լավ հասկանում եմ, արա, ես հասկանում եմ, որ մեր քաղաքական գործիչներն էլ դա երկիրը սարքել են խոպան, փող աշխատելու, ծախելու բան չունին, նայեք, Հայաստանում փող աշխատելու ձև չկա, Հայաստանը պետք է ծախեն, Հայաստանը ոչ ինչ որ օգտակար հանածո բան հետաքրքիր չունի, էլի, Հայաստանը պետք է ծախեն։ Դրա համար ես ինձ քաղաքական գործիչ, ես այդ պոռնիկների դասին չեմ պատկանում։ Ես մարդկանց հետ տեսնում ես, նրանց ուղեղի վեկտորը ոնց է աշխատում, ոնց են մտածում։
Սա էսա ամեն ինչի իմաստը։ Ես այսօր նամակ էլ գրեցի Ցիպինին։ Ասում եմ, ես դու ինչ ես անում։ Դենց էլ հայերը շատ են ասում, եվրեյները բան արին մեր ցեղասպանությունը, էլի այդ երի թուրքերի բանի հետ, էլի են ջարդերը կազմակերպին։ Հիմա էլ դու ես համոզում, որ գնան երկրորդ ձախոլ դնեն թուրքի ձեռը։ Ասում եմ, տավարիշ Ցիպին։ Հա? Գովում ես, բան ես անում, ասում եմ, դե Եվրոպա չկա, Եվրոպայում ոչ մի բան հային պետք չի։ Անենց եք ներկայացնում, ոչ որ Արաքսից են կողմ բանն է, Մեքսիկան է, այն մյուս կողմը բանը, Ամերիկան է, ասենց մենք Եվրոպա, Ամերիկա, ասենց Թուրքիա է տանում Հայաստանը։ Ես Ցիպինին այսօր ասում եմ, տղա ջան, լսիր, այդ նույնն է, որ Իսրայելի հարևանը լինի Գերմանիան, որը չի ճանաչում հрьяաների ցեղասպանությունը, հոլոկոստը, գումարած դրան քո հարևանը ունենա Հիտլերի արցանները կառուցի այնտեղ Գեբելսի, Գերինգի, չգիտեմ, այնտեղ նրանց երկրպագի, նրանց անունով փողոցներ ու դպրոցներում բացատրի, որ հрьяաները գերմանացու ամենամեծ թշնամիներն են։ Դու ասում ես այդ հարևանի հետ ոնց յոլա կգնայր։ Դու քո էներգետիկ անվտանգությունը կհանձնեիր այդ հարևանին, որ այսօր դու ընկած համոզում ես, որ տես ինչ լավն է Մարիա Զախարովան ինչ էր խոսում։ Էբա պետք է խոսա Մարիա Զախարովը։ Երևի ասել են հայերը հեքիաթասեր ազգ են, հեքիաթներ են սիրում։ Այնտեղ ոնց է Գրիգոր Լուսավորիչը հրամայեց տապակած աղավնիները օդ բարձրանան, թռնեն, թևեր առնեն։ Այ հայ ազգը սիրում է։ Սամվել Կարապետյանն էր լավ ասում է ադրբեջանական սուերը չէին հարվածում, կրակում են Գանձասարին հրթիռներով էլի, բայց հրեշտակները փրկում են այդ հրթիռները սենց են անում։ Դες 21-րդ դար խավարամիտ հայ ազգ։ Այսա են պատմել երևի Զախարովային, ասել են դու բան արա, իրանք սիրում են սենց հրեշներ, բան, վամպիրներ էլի, բանը, ինչ էր, այն տրթատը դարձել էր բան, ժանիքներ էին աճել, սենց ուժասիկ էր դարել, կճղակներ բան էլի, սենց խոզ էր վերածվել, օբրեց են այդ Դրա համար Զախարովային պատմել են, ասել են հայերը այդ հեքիաթներով բացատրի, դա տուպոյ ազգ է, էլի, որ կարող է հեքիաթի մեջով ավելի հեշտ հասկանալ քեզ, էլի։ Դրա համար իր այդ բառերը ես էլ էի ծաղում, էլի, ձև էր նայվում, էլի։ Այդ աղջիկը թող կապնվի ինձ հետ, ես ճիշտ բառեր կասեմ, ոնց բացատրի։ Բա ես էլ խնդալս եկա Մարիա Զախարովայի ելույթից։ Բա ծանր է մեր վիճակը, ծանր, չգիտեմ, ինչ ա լինելու վերջը, էլի։ Վերջը ծախելու են Հայաստանից այդ գնալ, որ դե ասես մի հատ եկեղեցի սարքեն, մի հատ տեր դնեն, գնաց։ Որտեղ խաչ, այնտեղ հայրենիք հայի համար։ Հայը ապրում է Աստծո արքայության համար, ոչ թե ինչ որ պետություն ունենա, պետական շահ պաշտպանի, բա։ Առայժմ